Աշխարհի եզդիները կանգնած են քրդացվելու վտանգի առջև։ Նման ահազանգ են հնչեցրել այսօր Հայաստանի եզդիական կազմակերպությունների ներկայացուցիչները, ապացուցելով, որ քրդերն ու եզդիները իրականում նույն ազգը չեն։ Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիների նկատմամբ քրդերը ցեղասպանություն են իրականացնում։ Քրդերը քոչվոր ժողովուրդ են, դարերի ընթացքում չեն կարողացել ձևավորել պետություն, հստակ մշակված արժեհամակարգ, ուստի փորձում են յուրացնել եզդիների դարավոր պատմությունը, իրենց վերագրել եզդիների մշակույթը եւ բռնի քրդացնել նրանց։ Այս խնդիրներն են վերհանում Հայաստանի երիտասարդ եզդիները։ Իրաքի եզդիների իրավունքները ոտնահարվում են ցանկացած պատեհ առիթով։ Իրաքյան սահմանադրությամբ եզդիները իրավունք չունեն դատարանում հանդես գալ որպես վկա կամ ինչ որ հայցվոր։ Նրանք միայն կարող են լինել ամբաստանյալի դերում։ Հայաստանում գրանցված է 60,000 եզդի, 1500 քուրդ։ Վերջիններից մի մասը Սաիդ Ավալյանի հավաստմամբ ստիպողաբար քրդացված եզդի է։ Հայաստանում նույնպես փորձ է արվում քրդացնել եզդիական համայնքը։ Իրականում եզդիներն ու քրդերը միմյանցից էապես տարբերվող ազգեր են։ Քրդերը մահմեդական են, եզդիներն ընդունում են միաստվածություն, սուրբ երրորդության գաղափարը։ Եզդերն ու քրդերը չունեն ոչ մի նմանություն, բացի քրդերի մի մասի հետ լեզվական նմանությունից, Քրդերի մի փոքր հատվածը եւ բոլոր եզդիները խոսում են իրանական կուրմանջի բարբառով, գերմանացիները եւ ավստրիացիները, ովքեր խոսում են գերմաներեն, սերբեր, խորվաթներ, բոսնիացիներ, ֆրանսիախոս բելգիացիներ եւ ֆրանսիացիներ։ Բացի դրանից, քրդերը իրենց համարում են մարերի հետևորդներ, ինչը միանշանակ չեն կարողանում այդպես ապացուցել, իսկ եզդիները ունեն շումերական ծագում եւ շումերական քաղաքակրթության հատվածներ կա եզդիական մշակույթի մեջ։ Բանախոսները նշեցին, որ դիմել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանություններին, որպեսզի ճանաչվի եզդիների ցեղասպանությունը Իրաքում, ինչպես նաև միջազգային ատյաններում պաշտպանվեն իրենց իրավունքները։ Լրագրողների հետ հանդիպման վերջում երիտասարդ եզդիները եւս մեկ անգամ հավաստիացրեցին, որ ապրելով Հայաստանում նվիրված են այս պետությանը եւ ինչպես Սարդարապատի ճակատամարտի Արցախյան պատերազմի ժամանակ էր ցանկացած պահի պատրաստ են կյանքի գնով սատարելու հայ ժողովրդին։ Նայրա Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։